Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվան Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մենք տեսնում ենք մի քանի թեմա եմ առանձնացրել, թերևս սկսենք սրանից։ Ռուսաստանի Դաշնությունից այլևս շատ անվանական եւ կոնկրետ հայտարարություններ են հնչում։ Ինչու այս փուլում որոշեցին, այսպես ասած, նոր ոճով, արտահայտվել, ասենք շատ հիշում եք այդ հանդիպումը Պուտին եւ Նիկոլ, հիմա էլ արդեն Մեդվեդևը շատ կոնկրետ անվանական իրաջակցությունը հայտնեց Գագիկ Ծառուկյանին, խնդրեմ։ Տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ մի քիչ հեռվից եկեք, ինչ տեղի ունեցավ, ինչ է կատարվում, նաև չճանաչեց, մինչև հիմա չեն ճանաչում այս ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունը, դրա մասին, այս արձագանքների մասին, առանձին այդ գործիչների հետ կապված եւ չճանաչելու հետևանքները եւ ինչ զարգացումներ եք տեսնում, կգնա միջև այդ ինչ տեղի կունենա, խնդրեմ։ Տեսեք, ուրեմն Հայաստանը օրենք ընդունեց Եվրոմիությանը միանալու մի տարի առաջ, բայց այդ ժամանակ Ռուսաստանից որևէ լուրջ արձագանք չկար, որովհետև Ռուսաստանում համարում էին, որ սա կոնյունկտուրային խնդիր էր, որ ի վերջո միգուցե կարելի էր լեզու գտնել Փաշինյանի հետ եւ Փաշինյանը ըստ էության բացատրություն տար, թե ինչ էր դա նշանակում, որովհետև Եվրոմիությունը այսօր, ինչքան որ մենք խոսենք, որ ինքը ռազմական այդպես ասած միավորում չէ, ինքը արդեն դառնում է, ինքը պրակտիկորեն դառնում է ՆԱՏՕ, այսինքն պրակտիկորեն այն պատերազմը, որ կա Ուկրաինայում, եւ այն աջակցությունը, որ տալիս են Եվրոմիության երկրները Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի, եւ որ հայտարարում են, որ իրենք պետք է ռազմավարական պարտության մատնեն Ռուսաստանին, հանգեցրել է նրան, որ Եվրոմիության եւ Ռուսաստանի հարաբերությունները այն աստիճանի են սրված, որ պրակտիկորեն Ռուսաստանում Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն հավասարազոր կառույցներ են դարձել, այսինքն իրենք միաձուլվել են ՆԱՏՕ-ն եւ Եվրոմիությունը։ Եվ հաշվառելով այն հանգամանքը, որ վերջինս դու գիտեք, որ փաստացի Միացյալ Նահանգները հետ քայլ են անում այն անկորիջում պայմանավորվածությունների հետ Պուտինի հետ, դա նշանակում է, որ Ուկրաինայում սրվելու է իրավիճակը։ Ինչի է սրվելու, որովհետեւ Ուկրաինայում որոշում են կայացրել, որ փաստացի Ռուսաստանի, այսպես ասած, բոլոր քաղաքացիական կառույցները եւ այսպես ասած կոմերցիոն կառույցները, հատկապես այդ նավթամշակման կենտրոնները, մոտավորապես 25 նավթամշակական կառույց կա, գործարան կա Ռուսաստանում, հերթով իրանք շարքից հանում են, արդյունքում դուք տեսնում եք, որ Ռուսաստանում բենզինի ճգնաժամը առաջ եկել եւ կարելի է ասել, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի կոշտ քայլերի գնալ, մանավանդ որ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ անկորիջի այդ համաձայնությունը պայմանագիր չի եղել եւ առ-ոչինչ ենք համարում դա էլ ավելի է սրել իրավիճակը, ռուսները ավելի են կատաղել եւ փաստացի կարելի ասել, որ ուկրաինական ճակատում սրացում է սպասվում եւ եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին տարվա ընթացքում հիմնականում փորձում էր մերձենալ Եվրոմիության երկրների հետ եւ Եվրոմիության կառույցների հետ ինտեգրացիան ավելի խորացնել, հասկանալի պատճառներով Ռուսաստանում սկսեցին արդեն փոխել իրենց դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Դրա վերջի ակորդը եղավ այն, որ այս տարվա մայիսին հիշում եք, որ փաստացի են Եվրոմիության ղեկավարները, որ եկան Հայաստան եւ այդ Զելենսկին եկավ Հայաստան, եւ այդ մեծ հավաքի ընթացքում Զելենսկին եկավ Հայաստան եւ Երևանից ինքը սպառնաց կարմիր, այսպես ասած, հրապարակը բանանել, հարված հասցնել պարադին, եւ սա արդեն, գիտեք, ասենց ամբողջ ձևակերպումը հետեւյալն է։ Աշխարհում ընդունում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ֆորմալ իմաստով ՀԱՊԿ-ի ԵԱՏՄ-ի անդամ է, ֆորմալ համարվում է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանից, դա բոլորը ընկալում են այդպես, եւ Հայաստանը փաստացի իրեն ինչպես է պահում, այսինքն պահում է իրեն, որ ինքը փաստացի իր տարածքը թույլ է տալիս, որ իր կողմից հարցակում անել Ռուսաստանի վրա։ Ես ասեմ, որ թուրքական եւ ադրբեջանական ամբողջ քարոզչական մեքենան աշխատում է հետեւյալ տարբերակով եւ Ռուսաստանում եւ այլ բոլոր տեղերում եւ Իրանում, որ հայերը գենետիկորեն դավաճան ազգ են, որ հայերը ժամանակին դավաճանեցին Օսմանյան կայսրությունում, դրա համար արժանի պատիժ ստացան դրա համար, որ հայերը դավաճանում են Ռուսաստանին այս իրենց քայլերի համար եւ ասում են հարգելի Իրան, հիմա ձեզ են դավաճանելու հայերը, այսինքն իրենք իծն է դավաճան ժողովուրդ են եւ թույլ տվեք, որ մենք այս ժողովրդի խնդիրը լուծենք, որտեղ այս ժողովուրդը չի կարող ինտեգրվել տարածաշրջանում, ինքը տղա է կանչում դրսից, Ամերիկայից բանից, որը սպառնում է եւ Իրանին եւ Ռուսաստանին, դուք ինչ եք այս մարդկանց պահում։ Այս ամբողջ քարոզը գնում է ադրբեջանական քարոզչական մեքենա եւ այդ քարոզչական մեքենայի համար
իդեալական են Նիկոլ Փաշինյանի քայլերը, իդեալական են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահվածքը։ Այսինքն ինքը անընդհատ ամեն ամիս, ամեն շաբաթ, ամեն օր, ամեն ժամ այդ քարոզությունը աշխատում է Իրանում, Ռուսաստանում, Չինաստանում, ցույց տալը, որ Հայաստանը դա փաստացի ինքը ոչ վստահելի եւ ավելին դավաճանական ժողովուրդ է, պետություն է, եւ դա ցույց է տալիս իր ամբողջ պատմությունը։ Պատմության ընթացքում այս մարդիկ փաստացի մի հատ Օսմանյան կայսրություն իբր թե շատ լավ էին ապրում, հետո իրանք դավաճանեցին Օսմանյան կայսրությունը, հիմա դավաճանեցին Խորհրդային Միության ժամանակ, Խորհրդային Միությանը, հիմա Ռուսաստանն են դավաճանում, հետո Իրանին են դավաճանում։ Դուք ինչ եք այս մարդկանց պահում։ Այսինքն այս գիծը տարվում է, բայց այս գիծը սկսում է աշխատել այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունը ըստ էության իր քայլերով հուշում է, որ դրա մեջ ինչ-որ էլեմենտներ կան, հասկանում ես ի՞նչն է հարցը։ Եվ արդյունքում Ռուսաստանում, եթե նախկինում նման բան չկար, 30 տարի մեջ Ռուսաստանում ճիշտ է կարող է դժգոհություններ, բայց երբևիցե նման պահվածք, որ ինքը Պարթուն կասկածի, որ Հայաստանը բանեց մեջքից փորձելու է հարվածել Իրան, նման միտում չի եղել։ Հիմա առաջին անգամ իր ասմոտ առաջ է եկել։ Հատկապես այդ Զելենսկիի քայլերից հետո, Նիկոլ Փաշինյանի քայլերից հետո, Նիկոլ Փաշինյանի այս Ուկրաինայի հետ կապված դիրքորոշումներից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերի նկատմամբ այս հարձակումների, այս ռեպրեսիաներից հետո մարդիկ արդեն սկսեցին հասկանալ, որ իրանք գործ ունեն պոտենցիալ Սաակաշվիլիի հետ։ Մարդիկ գործ ունեն պոտենցիալ Զելենսկիի հետ։ Ինքը Նիկոլ Փաշինյանն արդեն Ռուսաստանում կանում է պոտենցիալ հայկական Զելենսկի կամ հայկական Սաակաշվիլի։ Դրանից բխող հետևանքներով։ Եվ այդ իմաստով Ռուսաստանը փաստացի ժամանակ է տվել եւ ասում է թե այս ժամանակվա ընթացքում մենք չպարզենք, չհասկանանք թե այս Նիկոլ Փաշինյանը վերջնական Զելենսկիա կամ Սաակաշվիլի դառնում, թե ինքը հետ քայլ անում, մենք ըստ էության մենք մեր որոշումները կայացնենք։ Ինչ անշանակում իրենց որոշումները շատ պարզ։ Եթե Հայաստանում Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչինչ չփոխի իր գործելավոճի մեջ, ապա ես կարծում եմ, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը ամբողջական սանկցիաներ կկիրառի Հայաստանի վրա, Հայաստանի համար 90-ական թվականների այն ճգնաժամը, որ մենք ունեցել ենք, էներգետիկ ճգնաժամը, տնտեսական, սոցիալական, կուրորտ կթվա պարզապես։ Կուրորտ։ Ես ասում եմ ձեզ բոլորի իմանաք։ Ես թվերն ասեմ, պատկերացնեք, 2025 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանառությունը 21 միլիարդ դոլար է եղել։ 21 ներողություն, ամբողջ շրջանառությունը Հայաստանի 21 միլիարդ դոլար է եղել, որից 7-6 միլիարդ եղել է միայն Ռուսաստանի հետ։ 7-6 միլիարդ։ Իսկ դրան եթե գումարենք, որ 2 միլիարդ եղել է Էմիրատներ, 2.5 միլիարդ Չինաստանի, որի առյուծի բաժինը ռուսական կապիտալով է պայմանավորված եղել, ապա կարող ենք ասել, որ ուղղակի կամ անուղղակի Ռուսաստանի եւ Հայաստանի կապը տնտեսական մինչեւ 60% հասնում իր ընդհանուր շրջանառության Հայաստանի մասին է խոսքը։ Իսկ Ռուսաստանում Հայաստանի դերը ընդամենը 0.3% է կազմում։ Այսինքն եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանը, Ռուսաստանից ոչ մի հետևանք չի ունենա։ Հայաստանը որ կորցրեց Ռուսաստանի 60%-ը, Հայաստանը նույնպես եմ ասում, կուրորտ կթվա այն 90-ական թվականների սովն ու խայտարակ ժամանակահատվածը, որ մենք ապրել ենք։ Ոչ մեկ դեռ չի կարողացել մեր ժողովրդի գիտակցությանը դա հասցնել։ Այն որ ծաղկավաճառներին ասում եմ ինչ վիճակա, ձեզ մոտ հարցում եմ ժողովրդին, շատ լավ է, հետա թող Ռուսաստանի դեմ անեն, մենք արդեն ճանապարհը բացվել է դեպի Եվրոպա, այսինքն այդ միֆերին հավատում եմ։ Ես մի բան ասեմ, հարաբերս մեր ժողովրդի մեջ իսկապես բան կա, գենետիկական էլեմենտ կա, մազոխիստական տար կա։ Դրա համար մենք ժողովուրդը բարբերաբար ցեղասպանվել է։ Այսինքն մինչև մարդիկ չտեսնեն թե ինչ է կատարվում, մարդիկ ֆիզիկապես նատուրալիստ են դարձել։ Որտեղ մարդկանց մոտ գաղափարական, քաղաքական արժեքներ արդեն փլված վիճակի մեջ է, երբ որ դու, եթե մարդը կորցնում է իր գաղափարական արժեքային համակարգը հանրային, ինքը դառնում է բան, ամբողջի էլեմենտ։ Կներեք կամ անասուն։ Հա, մոտարապես տես մի բան։ Այսինքն, ուզում ասեմ, եթե մարդը տենց է, իսկ նշանակում է անասունը է վտանգ տեսնում, եւ ֆիզիկապես տեսնում է, որ գալիս են իրան ուտել։ Հիմա Նիկոլը շատ լավ ճանաչում է, թե հասցրել է այդ մակարդակի, որտեղ քարոզարշավի ընթացքում ասում է՝ դուք խնդրեմ չունեք, բիբարը կառնեմ, ծաղիկը կառնեմ, մյուսի ինչը կառնեմ։ Ու այս գիտեք, ես կարծում եմ, որ ապուշի տեղ դրած է ժողովրդի։ Ընդհանրապես մենակ մեկ մարդու վրա ամբողջ պատասխանը գցել, այդքան ճիշտ չի։ Մեր ժողովրդի մեջ այդ մեկ մարդ չէ, մի ամբողջ մեխանիզմ է, մի ամբողջ բան է աշխատում դրա դեմ, էլ չեմ ասում 30 տարի արևմուտքի լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպություններն ու դեսպանատները մենակ այդ ուղղությամբ էին աշխատում, ռուսը քո թշնամին է, ռուսը քո թշնամին, գնա հացը կեր ու թքի մեջը, գնա հացը կեր ռուսի թքի մեջը, գնա օծի թքի մեջը, մեծ տրամաբանություն կա, բայց անկախ ամենից մենք էլ պետք է մենք պետք է նաև ասենք, որ նաև
մենք ինչ ենք արել, որ այդ ամեն ինչը կանգնացնենք։ Իհարկե ես քո մասին, իմ մասին չեմ ասում, որտեղ մենք Ինչ պետք է անի 40 հատ հասարակական կազմակերպություն կար, ասում էր քո սպաները քո թշնամիներն են, քո հերոսները քո թշնամիներն են, քո բանակը քո դժբախտությունն է, քո Արցախը քո դժբախտությունն է, քո սահմանը քո դժբախտությունն է, ինչ էին անում դրա կառավարությունը։ Մոտավորապես 3000 NGO-ներ կան Հայաստանում գործող, որոնք աջակցվում էին արևմտյան ֆոնդերի կողմից։ Իսկ Ռուսաստանի կողմից քանի ֆոնդեր կան, քանի NGO-ներ կան, որ աջակցեն 0։ Ավելին ազգային տեղում ինչքան բաներ կար, խթանում էին, ինչ էին անում։ Չէ, դե իհարկե, օբյեկտիվ պետք է մենք նշենք, որ Ռուսաստանը։ Չէ, դե հիմա էլ որ մի հատ են Հայվանի Ռուսաստանի դեսպանը ստեղ վեր ընկած, չես իմանում ում գործականն է։ Վանի գործականն է, չգիտեմ, Նիկոլի գործականն է, թե թուրքերի գործականն է, գործունեությունը նա է։ Ես համաձայն չեմ։ Թե գործունեությունն է։ Չէ, ես համաձայն չեմ, Ռուսաստանի դեսպանը շատ կառուցողական է, շատ դրական դեր է կատարում։ Սենց ասեմ։ Ինչ դրական դեր անկախ ամենից դրական դեր է։ Ինչ ինֆորմացիա տալի, եթե ինքը այս բանը կեցվածքն ու այս աշխատավոճ ունի, ինչ անում։ Ես համաձայն չեմ քո հետ, էլի, եկեք մի բան պայմանավորվենք, Հայաստանում իսկապես պետքա ոչ թե կացնային աշխատանք, այլ պետքա ճիշտ խելոք աշխատանք։ Եվ խելոք աշխատանք ինչքան որ ռեսուրսներ կան, հնարավորություններ կան, այդ մարդիկ աշխատում են։ Այլ խնդիրը որ ընդհանուր կոնցեպտի մեջ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի, այսպես ասած փափուկ ուժի կոնցեպտի շրջանակում ինքը փափուկ ուժի կոնցեպտ չունի, ցավոք սրտի եմ ասում։ Դրա համար էլ ինքը կորցնում է Վրաստանում իր ազդեցությունը, Ուկրաինայում ազդեցությունը, Բելարուսում ազդեցությունը, նու Բելարուսում չի կորցրել բացառապես մեկ մարդու շնորհիվ, հա, բայց Մոլդովայում է կորցրել, Հայաստանում է այսպես վիճակ առաջացել, Ղազախստանում բանում, ինչի է, որովհետև նույնց եմ ասում, շատ པարզ էլեմենտար խնդիր կա։ Երբ որ այդ NGO-ները աշխատում են, NGO-ները իբր թե ձևակերպված են, որ իրանք աշխատում են ոչ թե մեր համար, այլ ձեր համար։ Բայց հիմա տեսեք ինչ է անում, ինչ է անում սա։ Ով որ ասենք մտածում է մի քիչ պատմություն գիտի, ուղեղ ունի, աշխատում է եւ ասում է Ռուսաստանը ինչ դերակատարում է ունեցել, մեզ համար սովետական միությունը ինչ դերակատարում է ունեցել։ Մի པարզ պատասխան կա, չէ՞, մեռակ 1000 անգամ կրկնելով Ռուսա-Հայաստան, սովետական միություն եւ Թուրքա-Հայաստան ինչ ա եղել, այն որ հիմա դուք գծվում ա Նիկոլեև այս ժողովրդին տանում ա։ Պարզ մի հատ էլեմենտար ձևակերպել։ Ուրեմն Արևելյան Հայաստան հասկացողությունը ձևավորվել է Թուրքմենչայի պայմանագրից հետո 1828 թվականին։ Այդ ժամանակ այս տարածքում ապրել ընդամենը 20% հայ։ Դրա համար էլ հիմա եւ այդ 1820 թվականից հետո երկար ջանքերի շնորհիվ կամած հայերի քանակը մեծ արհեստական բերվեց, մերվեց, հասցրեց այն մակարդակի, որ Ստալինի քաղաքականության Գերդաստանը եկել, բոլոր ռուսական իշխանությունները նպաստել են, որպեսզի ստեղ հայերի քանակը մեծ լինի, ավելի շատ լինի, որտեղ իրանք համարել էին, որ հայերը ավելի վստահելի ժողովուրդ են կամ ամերիկյան 47-ին եղել 60-ականներին եղել, անգամ 72-ին եղել։ Արևմտյան Հայաստանում, բայց հիմա սրա մասին որ ի տարբերություն Արևելյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանում հայերը մեծամասնություն են ունեցել։ Հիմա գոյություն չկա, չէ՞, ցեղասպանվել է։ Հիմա այս ակնհայտ Բա դուք հիմա որ սա խոսեք, Շանթի նմանը կասի ռուսամետ մեռնում եք, ռուսի ստրուկ եք, ռուսի ծառայում եք։ Ես մի բան ասեմ, ես այլևս ոչ մեկի ինձ հետաքրքիր չի, որ բոլորի գնահատականները ամենակարևորը դու պետք է ասես ճշմարտությունը գնաս մինչև վերջ, որովհետև ճշմարտությունն է ի վերջո բերում հաջողության եւ ճշմարտությունը ի վերջո ծագելու է բոլոր բաները։ Ուզում եմ դրա մասին խոսել, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ այո, արևմուտքը ունի փափուկ այդ ձևը եւ այդ գալիս է եւ գրավում է այդ երկրները, հիմա այդ երկրները գրավելուց հետո այդ երկիրը կմնա թե չի մնա, այդ արդեն իրենց խնդիրը չի։ Մեր պարագայում ակնհայտ է, որ այստեղ Հայաստան չի լինելու եւ հայ ժողովուրդ չի լինելու։ Ես 21-րդ դարում երկրները իրար հետ արդեն պայքարում են ոչ միայն տանկերով եւ ինքնաթիռներով, այլ նաեւ այո հիբրիդային ճանապարհով եւ վերջապես ժամանակն է որ արդեն Ռուսաստանն ինքը կարողանա ժամանակակից մեթոդներով կարողանա դիմակայել։ Բայց տեսեք ինչ կա հիմա, եթե ասենք թե չէ ինչ որ գրանտներ Ռուսաստանից 30 քանի տարի շարունակ Ամերիկայի դեսպանատուն Ֆրանսիա Անգլիա գրանտներ են տվել, ծրագրեր են իրականացել եւ ոչ մի ծպտուն չի եղել, Նիկոլն էլ չաղո բախտավոր դրա վրա եկավ վերընկավ ու դրանց էլ բերեց իր ամբողջ քաղաքական վեյնախավ։ Այո։ Այդ քաղաքական վեյնախավը ձևավորել է Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում։ Հիմա իրանք երբ որ մի փոքր արթնացավ Ռուսաստանը եւ սկսեց այս ուղությամբ աշխատել, ինքը ինչ արեց, տեսեք ինչ խորամանկ է, ես խնդրում եմ ուշադրություն։ Հիբրիդային պատերազմ Ռուսաստանից, Անդրանիկա ձերբակալում, Էնմյուսինա ձերբակալում, քրեական գործերա բոլորի հեռախոսների մեջ է մտնում, այսինքն կարելի է արևմուտքի թուրքերի հետ կարելի ծրագիր կազմել։ Ռուսաստանի հետ մի հատ գործունեություն է վարում, Անդրանիկ դու ինչ ես արել այնտեղ, չգիտեմ ես ինչ ես արել Ռուսաստանում։ Ինքը մի հատ ձև է գտել, բոլորին պիտակավորում է, մեկին գործակալ, մեկին հիբրիդային։ Ես մի հատ ուրիշ բաներ ասեմ այստեղ, եթե խոսքը գնաց, քանի որ Անդրանիկ Թևանյանի մասին գնաց խոսքը, ես մի քանի բաներ եմ ուզում ասեմ։
ուրեմն այդ Ռուսաստանի իբր թե ռուսամետ գործիչների դեմ աշխատելու կոնցեպտը արդեն հիստերիայի մակարդակով է հասել արդեն արևմուտքում։ Ես ուղղակի ուզում եմ հիմա օգտվելով այս իրավիճակից, հիմա տեսեք օրինակ ես ուզում եմ, անդրադառնամ ասենք Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողներին։ Տեսեք, ուրեմն 2016-20 թվականին, երբ որ Տրամպը դարձել էր նախագահ, ամբողջ ամերիկյան Գեբելսյան քարոշչամեքենան աշխատում էր այն բանը, որ Տրամպը Ռուսաստանի գործակալ է, չէ՞, հիշում եք այդ պատմությունը։ Եվ այդ ամբողջ այդ գործակալ բոլորը գիտեն, որ դա, բոլորը հասկանում են, որ դա արհեստական ստեղծված մի հատ նարատիվ էր, որի գլխավոր նպատակը հետևյալն էր, որ թույլ չտար, որ Տրամպը 2020 թվականին նորից վերընտրվի։ Արդյունքում այդ Գեբելսյան քարոշչամեքենայի աշխատողներին հաջողվեց դա անել եւ բերեցին Բայդենին, այսպես ասած, խիստ կասկածել ընտրությունների արդյունքում 20 թվականին Տրամպը պարտվեց եւ հաղթեց Բայդենը, չէ՞։ Ինչ կատարվեց դրանից հետո։ Դրանից հետո կատարվեց 22 թվականին բանը եղավ, առաջ եկավ ռուս-ուկրաինական պատերազմը։ Դրանից Միացյալ Նահանգները ինչ-որ բան շահեցին։ Ոչ։ Դրանից աշխարհը շահեց։ Ոչ։ Ճիշտ հակառակը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ել ավելի սրեց իրավիճակը, եւ Տրամպը որ ասում էր, թե եթե ես լինեի այդ պատերազմը չէր լինի, դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ Տրամպը ոչ թե Ռուսաստանի գործակալ էր, այլ Տրամպը խելամիտ մարդ էր, հասկանում էր, որ չէր կարելի Ռուսաստանի սուր հակամարտության մեջ մտել, պետք է ինչ-որ կառուցողական գոնե ինչ-որ հարաբերություններ պահպանել։ Հիմա նույնը կարելի ասել Անդրանիկ Թևանյանի մասին։ Անդրանիկ Թևանյանը իսկապես այն գործիչն է, որը դրական կողմն էր, որ Հայաստանը զարգացնել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, բայց փոխ լրացման սկզբունք այլ ոչ թե ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, այն ինչ որ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից Հայաստանը ոչինչ չի շահելու եւ շատ լուրջ հետևանքներ ունենալու, եթե մեր ժողովուրդը դեռ չի հասկանում, կզգա մոտ 1 տարվա ընթացքում։ Հիմա այն ինչ որ արեց այսօր Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, նույն բանը անում էին Տրամպի նկատմամբ ավելի մեղ ձևով, այսինքն պահակի չէին ձերբակալում, բայց մեղադրանքներ էին տալիս։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, դեսպանատան աշխատողներ են մարդկանց, որոնք ՄԱԳԱ շարժման կողմնակից են կամ նախագահ Տրամպի կողմնակից են։ Այն ինչ որ ձեր հանդեպ արել է Միացյալ Նահանգների այդ այսպես ասած գլոբալիստ լիբերալները հիմա նույն բանը անում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության նկատմամբ եւ մասնավորապես Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Դուք էլ այդ մարդուն աջակցում եք։ Հիմա որտեղ է ձեր սկզբունքայնությունը։ Կամ եթե դուք մտածում եք, որ այս պահվածքով կոնյունկտուրային շահերով դուք կարող եք ինչ-որ բան կորզեք այս իշխանությունից, դուք մտածում եք, որ վաղը մյուսները դուք հետևանքներ չեք ունենա, դուք չարաչար սխալվում եք։ Որտեւ այն ինչ որ դուք հիմա անում եք հիմա Հայաստանում, նույնը անում եք մինչև 1970 թվականը Իրանում։ Արդյունքում ինչ ստացաք։ Ստացաք իսլամական հեղափոխություն, չէ՞։ Հիմա դուք ինչի եք ուզում սրում այդ ամեն ինչը հակաամերիկյան տրամադրություններ փորձում ստեղծել այս պաշտպանելով այս փոքրիկ բռնապետների, որոնք ստեղ փորձում են բռնապետական ռեժիմներ ստեղծել, իսկ բռնապետական ռեժիմը ինչ է պետք։ Պատրվակ, հիմնավորում, գաղափարախոսություն։ Այս մարդը իր վրա վերցրել է, որ իբր թե պետք է պայքարի Ռուսաստանի դեմ այդ հակառուսական գաղափարախոսության վրա փորձում է բռնապետություն ստեղծի։ Ինչի է այդ բանը ստեղծել, որովհետև շատ լավ գիտի, որ ինքը չունի հեղինակություն, վստահություն հասարակության մեջ, իրան պետք է բռնապետական ռեժիմ, իրան պետք է հունիսի 7-ին ընտրությունները կեղծել, բայց որպեսզի կեղծիքը անցներ եւ ինքը Եվրոպայից բացասական գնահատական չստանար, ինքը փաստացի Էդի փաթեթավորումը հակառուսական ձևակերպներով, հակառուսական իր իբր թե քաղաքականության պահվածքով եւ որպես վառօրինակ ինքը ձերբակալում է Թևանյանին։ Սա ես ուզում եմ հիշեցնեմ, որ այս քաղաքականությունը անցյալ դարի 1938 թվականին բերեց Հիտլերի զարգացման ուժեղացմանը։ Հիշեք Մյունխենի պայմանագիրը։ Նույնը կարելի ասել, որ հիմա երբ որ դուք փաստացի խրախուսում եք այս ամենը Հայաստանում, վաղը մյուս օրը կարող եք խրախուսել Մոլդովայում, բանում Վրաստանում, Ուկրաինայում, դուք վերջը ստանալու եք երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես ասեմ, ոչ մի երրորդ համաշխարհային պատերազմ հենց միանգամից չի լինում, ինքը պատահական քայլերի արդյունքում է առաջ գալիս։ Եթե դուք մտածում եք, որ երկրորդ համաշխարհային պատերազմը ինք սկզբից արդեն պլանավորված էր, չարաչար սխալվում եք։ Դա պատահական քայլերի արդյունքում եղավ այդ ամեն ինչը։ Հիմա դրա համար նույնից եմ կրկնում, դուք ես կոչ եմ անում ձեզ լրջացեք այս մասով։ Չի կարելի այս մարդու քայլերը,
այս մարդու բռնապետական քայլերը, որոնք հիմնավորված են իբր թե Ռուսաստանի դեմ պայքարով կամ Ռուսաստանի դեմ հանրով, այս մարդուն աջակցում։ Դրանք ոչինչ չեք շահելու։ Դուք ոչինչ չեք շահելու։ Մի փոքր ակտիվություն փորձեց դրսևորել Ռուսաստանը, ինչպես ասացիք, հա, ինչ որ աշխատանքներ եւ այլն, միանգամից սկսեց ձերբակալություններ գործել։ Հիմա ինչ երաշխիք կար, եթե այն որ դուք ասում եք փափուկ գործիքակազմը պիտի դա բնորոշ չէ Ռուսաստանի Դաշնությունը, ասենք, որոշել 8 տարի կամ 10 տարի առաջ գործածել, Նիկոլը գալի էր ավելի շուտ էր սկսել։ Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին, հիբրիդային չգիտեմ ինչու, բոլորը ձերբակալ են։ Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին համոզել է, որ ինքը չեզոքացնելով բոլոր այն մարդկանց, ովքեր որ պոտենցիալ վտանգ են սպառնում իրան, ինքը կարողանա միանձնյա այն մարդը դառնա, որի հետ Ռուսաստանը ստիպված կարողա ինչ-որ երկխոսության գալ։ Այդ մարդկանց ինքը համոզել է, ես ուղղակի ուզում եմ այդ մարդկանց ասեմ, որ այդ Նիկոլ Փաշինյանը դες խափում է, որովհետև եթե 20-21 թվականներին ինչ որ իմաստով դա ստացվեց, այստեղ նաև ընդդիմության մեղքը կա, ես չեմ ուզում դրա մասին շատ խոսեմ, դրա ժամանակը չի, հետո լավ ժամանակներ գան, ավելի անկեղծ կխոսանք դրա մասին, բայց հիմա դա չի աշխատելու, որովհետև Ռուսաստանում հստակ հասկանում են, որ Հայաստանում ձևավորվում է հայկական զելենսկիական կամ սաակաշվիլիական իշխանություն, բռնապետական մի հատ խմբապետություն է ձևավորվում, որը իր գաղափարական շարժիչով իր դեմ ուղղված է, եւ ինքը հասկանում է, որ եթե ինքը այս մարդկանց հետ խորացնի հարաբերությունները, ինքը վերջնարդյունքում վնաս է կրելու, ինքը փորձելու է պատժից համակարգեր սարքել։ Ես ասեմ, դուք շատ վատ կավարտեք, եթե դուք հիմա հավատաք այս մարդուն, այս մարդը ձեզ խափում է։ Եթե դուք մտածում եք, որ կեղծված ընտրություններով կարող եք երկարաժամկետ իշխանությունը պայք, ճարաչար սխալվում եք։ Եթե դուք մտածում եք, որ նախկիններում դա հնարավոր է ստացվել, նախկինները Ղարաբաղյան պատերազմում հաղթել էին, հաղթանակը իրենց համար քաղաքական կապիտալ էր, որը լրացուցիչ լեգիտիմության աղբյուր էր։ Այս մարդու լեգիտիմության աղբյուրը դարձել է ֆոն դեր Լայենը։ Այս մարդու լեգիտիմության աղբյուրը դարձել է արևմտյան այդ գլոբալիստական կենտրոնների աջակցությունը։ Բայց այդ գլոբալիստական կենտրոնների աջակցությունից Հայաստանը եւ հայ ժողովուրդը ոչինչ չի շահելու։ Ավելին կարամ ասեմ, մենք գին արժի եւ այդ գինը փաստացի տալու է Հայաստանը, երբ որ Հայաստանը սկսի այդ գինը տալ, իսկ իրանք պահանջելու են քայլեր Ռուսաստանի դեմ։ Միանգամից արդեն Ռուսաստանի դեմ քայլերը հակառակ ռեակցիան ագալու, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ուշով հետևում են, թե որ պահին կարող են օգտվել այս իրավիճակից։ Այսինքն ես ուզում եմ զգուշացնեմ բոլորին, եւ այն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին եւ այն մարդկանց, ովքեր որ միջև հիմա չեն կողմնորոշում, թե ինչ է կատարվում Հայաստանում, եթե այս իրավիճակը պահպանվի եւ եթե այս մարդիկ չհասկանան, թե ինչ հետևանքներ կլինի, հետևանքները շատ ծանր կլինի։ Իհարկե մեր ժողովուրդն էլ ծանր հետևանքներ կունենա, ցավոք սրտի եմ ասում, թեև մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը, հայ ժողովուրդը սանկցիաների տակ բան չլինի։ Ես նույնպես եմ կրկնում, ֆոն դեր Լայենի այցը Հայաստան հենց այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Դրանք գալիս են Հայաստան եւ Հայաստան չեն գալի, Հայաստան, Ադրբեջան են գալի աջակցելու այսպես ասած խաղաղ գործընթացը։ Ես մի քանի հարց եմ ուզում տամ համատելու համար։ Վերջերս Եվրոպարլամենտը հայտարարություն արեց Վրաստանի հետ կապված։ Ինքը պահանջեց, որպեսզի Վրաստանում քաղաքապետարյանները ազատվեն։ Ինքը չի ճանաչում Վրաստանի ընտրությունները։ Նույնիսկ պահանջեց, որպեսզի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսպես ասած ազատ արձակվի, որտեղ իր հանդեպ խիստ կասկածելի քայլեր բանի կոռուպցիա հետ կապված։ Թեև նույնիսկ Ղարիբաշվիլի փաստաբանները այտենց իմպերատիվ չեն պնդում, որ իրանք փորձում են ինչ-որ հաշտության եզրեր գտնել, բայց ինքը դա է պահանջում։ Ավելին, Եվրոպարլամենտը պահանջում է, որպեսզի զուտ մարդասիրական սկզբունքների վրա ազատ արձակվի նախկին նախագահ Սաակաշվիլին։ Ընդդեմ չի վիճարկում, որ Սաակաշվիլին ինչ-որ հանցագործություններ կատարել։ Հիմա հարց եմ տալիս. Հայաստանում վերջին ժամանակահատվածում կանոնավորվեց Սամվել Կարապետյանը, կանոնավորվեց Բագրատ Սրբազանը, կանոնավորվեց Միքայել Աճապարյանը, վերջապես կանոնավորվեց Անդրանիկ Թևանյանը ընտրություններից 2 շաբաթ առաջ, որը ազդեց ընտրության արդյունքների վրա։ Առևանգի գործերը ուժեղ Հայաստանից։ Ավետիք Քալաբյանը հիմա հարց եմ տալիս, իսկ Եվրոպարլամենտը չի ուզում ինչ-որ մի գնահատական տա Հայաստանի նկատմամբ, թե Հայաստանի քաղաքապետարյանները ուրիշ սորտի են։ Այն հիշում եք Միխայել Ռոմը մի հատ Բան չի գնացել միտ, գնայք եվրոպական դեսպանատների մոտ ակցիա արեք, ասեք, ինչի դա ժամանակը մենք ամեն ինչ անելու ենք։ Ժամանակը արդեն անցել է վաղ։ Ժամանակը գալու է, մենք բոլոր քայլերը անելու ենք։ Միխայել Ռոմը մի հատ բանը հասարակ ֆաշիզմ ֆիլմի մեջ, նա շատ լավ ձևակերպում էր, ասում էր այս
Սա ասենք այս մարդու բանը ուղեղը, բանը նորմալ մարդու ուղեղը, սա արդեն բարձր որակի, սա ցածր որակի ուղեղը։ Հիմա դուք փաստացի ֆորմալ հայտարարում եք, որ դուք դեմոկրատիայի կողմն եք, դուք փաստացի նացիստական արժեքային համակարգի կրողն եք, բայց այլ փաթեթավորմամբ։ Ձեր համար փաստացի Հայաստանի քաղբանտարկյալը չի, Վրաստանի քաղբանտարկյալը, ընդ որում Վրաստանի քաղբանտարկյալը ձերբակալվել է ցույցերի ժամանակ, երբ որ այդ մարդիկ վառում էին, ջարդում էին, ոստիկանները հարձակում էին տալիս եւ այլն եւ այլն, չեմ ուզում հիմա իրանց ներքին գործերի մեջ խմել։ Ստեղ այս մարդիկ ոչ ջարդել են, ոչ վառել են, ճիշտ հակառակը, ջարդելու, վառելու կոչերով հանդես է գալի Հայաստանի գործող վարչապետը։ 3 նախագահներին պահանջել է ինքը ձերբակալել, սպանել եւ այլն եւ այլն։ Նույն կոչերով հանդես է եկել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների վրա այս հարցակումը ռեյդերսկի զախվատա կոչում։ Դուք ոչ մի ծպտուն չեք անում այս ամենը։ Սա այս ինչ պահված կա։ Դուք տիկին ֆոն դեր Լայն, դուք փաստացի ըստ էության հարց կարամ տամ։ Նացիստական Գերմանիայի, այսպես ասած, ժառանգորդն եք, թե իբր այսօրվա ժամանակից դեմոկրատական Եվրոպայի Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ։ Ուզում եմ հասկանամ, որ դու ձեր պահվածքը ինչով է դա պայմանավորված։ Կամ Եվրոպարլամենտի, կամ Եվրոխորհրդի, որոնք այն կառույցներն են, որոնք բոլոր տիպի մանր հարցերում միանգամից մեծ հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք այդպիսի գնահատականներով հանդես չենք տեսնում։ Ըստ էության ես նույնիսկ կրկնում, այս պահվածքը ֆունդամենտալ կազմաքանդելու է Եվրոպայի գաղափարը Հայաստանում, վաղը մյուս օր այդ նույն գաղափարը կազմաքանդվելու է նաև Վրաստանում։ Ու պատերազմից հետո արդեն ես համոզված եմ կգա ժամանակը ուկրաինացի ժողովուրդը կհասկանա թե ինչա կատարվել իր հետ։ Դուք այդ մարդկանց խոստացաք, դուք վաճառեցիք այդ մարդկանց վաճառեցիք Եվրոմիության միանալու գաղափարը եւ այդ վաճառքի դիմաց այնտեղ 1.700.000 մարդ անհայտ կորած է կամ սպանված է կամ գերի վիճակի մեջ է։ Այդ ժողովրդի 10 միլիոն ժողովուրդը 40 միլիոնից արդեն հայտնվել է դրսում եւ այդ մարդկանց ներշնչել են ոնց որ ավելի կարամ ասեմ դուք այնքան ցինիկ եք որ դուք հայտարարում եք որ դուք փաստացի դուք ուկրաինացի զինվորը պատերազմում է ձեր համար եւ դուք արյան դիմաց իրանց վաճառում եք զենք ու զինամթերք ու դրան դուք մարսելու եք այդ ամենը ձեզ սպասում է ապագա սպասում է Նյուրնբերգ պարզապես դրա համար պետք է մի հատ ուժեղ քաղաքական կամք ուժեղ լուրջ երկրների կողմից որովհետեւ առանց դրա առանց Նյուրնբերգի դուք չեք կանալու այս տակից դուրս գաք, որտեղ այն հանցագործությունները զանգվածային, որ դուք հիմա կատարում եք, դուք կատարում եք ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Միջինարևելյան երկրներում, բաներում, դուք չեք այս տակից դուրս չեք գալու։ Դուք սովորեք ֆաշիզմը ձեր կողմից ծնվեց, Մուսոլինին ձեր կողմից ծնվեց, Հիտլերը ձեր կողմից ծնվեց, Ֆրանկոն ձեր կողմից ծնվեց, բոլոր բացասական երևույթները ձեր կողմից է ծնվել։ Ու դուք խոսում եք դեմոկրատական արժեքների մասին։ Հարցը տվեցի ու չպատասխանեցիք, որ հիմա արդեն անձնավորած կոնկրետ խոսեց Մեդվեդևը սրա հետևանքները եւ չճանաչելու եւ ինքն էլ պատրաստվում է գնալ Ռուսաստանի Դաշնություն եւ սանկցիաները։ Տեսեք, ես ասեմ ձեզ, իսկապես հիմա Սահմանադրական դատարանը վիճարկում է այս քննարկման ընտրության արդյունքները, Ռուսաստանի համար իսկապես կան որոշակի կարմիր գծեր։ Հիմա իրանց համար կարմիր գիծը այս մարդու պահվածքն է։ Ռուսների մոտ ռուսական արտաքին քաղաքականության մեջ կա գենետիկական էլեմենտ։ Իրանք քանի որ գիտեն թե ինչ է նշանակում ֆաշիզմ, իրանք գիտեն թե ինչ է նշանակում ֆաշիզմի դեմ պայքար, իրանք մոտ այդ գենետիկական բանը կա, որ եթե իրանք զգում են, որ մի երկրում կա ծլում է ֆաշիստական ռեժիմի էլեմենտներ, իրանք համար արդեն անկախ այդ ռեժիմը դառնում արդեն անօրինական։ Հիմա իրանք առաջին անգամ դա զգացել են Հայաստանում։ Այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, մասսայական ռեպրեսիաներ, մոտ համարյա 1000-ից 1000 մարդ ռեպրեսիա ենթարկվեց ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո։ Համարյա 1000 մարդ, հասկանում եք, նման բան Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Չի եղել նման բան։ Չի եղել Հայաստանում բան, որ ընտրական ցիկլերից առաջ մարդուն ձերբակալել է մի հատ նախադասություն ասելու համար։ Չի եղել նման բան։ Հասկանում եք, չի եղել նման բան, որ մարդուն մեղադրեն պետական դավաճանության մեջ միտինգի ժամանակով ինքը հրանք տա, որ բանը պատկան մարմինը հետո որոշում կայացնի եւ պարզվեց որ այդ մեղադրանքի մեջ էլ պետական գաղտնիք էլ չկա ժողովուրդ ես ուղղակի ասում եմ որ դուք իմանաք այն որ ասում են թե պետական գաղտնիք է վաճառել չկա այդ նման բան փաստորեն քննչական մարմինը
հրաժարվել է այդ գաղափարից։ Դուք հասկանում եք, բայց կարող է լավ է, մեզ հասնում է այս մի հատ ներողություն էլի, այս 8 Գեբելսը իր գերեզմանում 8 տարի իր Գեբելսի ոսկորները շուռ են գալի նախանձից։ Շարունակ նույն այլանդակությունը տեղի է ունենում, ձերբակալություններ, խոշտանգումներ, այլանդակ խոսույթ, բռնություն, ամեն ինչ անում է Նիկոլը եւ զրո արձագանք արևմուտքից եւ զրո արձագանք այսպես կոչված ընդդիմության կողմից հիմնականում։ Բայց մեր այստեղից ինձ պատարտում ասեմ, բայց ինչի՞ց է կաշկանդված, որ մի հատ ակցիա չեք անում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, մի հատ ակցիա չեք անում, գնում եք Երջանիկ Դեբիլի տհասի նման վերանները բացած ներողություն էլի, որտեղ կիսատ պրատ եք ամեն ինչ անում կամ էլ ինչ որ հարցեր ունեք։ Գնում եք Ամերիկայի անկախության օրը, երջանկության օրը մեր քաղաքական ընդդիմադիր գործիչների համար թփրտոցով սպասում են։ Այդ օրը հրավեր կլինի թե չի լինի։ Ոչ չեն գնում մեր կասնեք, ասեք, այ այլանդակություններ 1000 հոգի քրեական գործերով ընտրությունից առաջ անցել են։ Չեք անում, ոչ մեկ չի անում։ Այսինքն մենք պետք է անենք մենակ բոլորին ուղղված է։ Բոլոր ընդդիմադիր ուժերին ուղղված է։ Հա, այս ասեմ, հա, մի հատ Իվարքյան։ Ուրեմն այլ Հայաստանը իր ակցիան կատարեց Մարդու հյուրանքների գրասենյակի մոտ, մենք հանդիպեցինք, մենք համարում ենք, որ Հայաստանում բոլոր այդ կառույցները պետք է մենք ստիպենք, որ աշխատեն։ Այն ինչ որ հիմա կատարվում է սահմանադրական դատամ, նույնպես հասարակության ճնշման արդյունքում պետք է մենք ամեն ինչ անենք, որ հասնենք ինչ-որ լուծման։ Կապ չունի, շատերը ասում են թե վստահում եք թե չեք վստահում, պետք է ամեն ինչ հիմա խոսում, հիմա միջև ասում եք նացիստ ֆաշիստներ են, սրանք հիմա էլ արդեն ասում եք մեր կառույցներով ենք մենք սահմանափակում։ Տեսեք, մի վարքյան ինչ եմ ասում, մի րոպե էլի։ Ուրեմն ֆաշիզմը միանգամից չի ծնվում, ֆաշիզմը փուլար է ծնվում։ Համար հիմա պետք է հենց սկզբից կանխենք, որ ինքը չզարգանա։ Վաղուց ինքը արդեն զարգացել է։ Այդ դենես չի որ դուք նոր տեսել եք, հիմա հասկանում եք թե Եվրոպայից նոր իշխանությունները ինչ են անում, ֆոն դեր Լայներով կամ Մակրոներով։ Իրապաշտպան համակարգերը քանդված վիճակի մեջ են եւ մենք իսկապես պատրաստում ենք նոր իրապաշտպան մի հատ նոր կառույց ստեղծենք, որևէ ընդդիմադիր ուժ պատրաստ չի, այն ինչի մասին որ դուք խոսում եք, կոնկրետ քայլերով եւ գործողություններով։ Նշում է, չգիտեմ ինչի օր է նշում Ամերիկան մի քանի օր առաջ։ Գնացել էին ընդդիմադիր գործիչները, գնացել բերանները բացած է, գնայք ասեք այ այլանդակություններ։ Էս ինչ եք անում, ձեր ծպտունը չկա։ Նույն զուգահեռ 1000 հոգով, 500 հոգով, 10 հոգով գնայք ակցիա անեիք, ասեք, էս ինչ տոն եք նշում, էս ինչն եք ողջունում, էս այլանդակություններն եք երկրի ողջունում։ Չի արվում դա, կաշկանդված են, կամ կաշկանդված եք, չգիտեմ։ Ես դեռ համաձայն եմ, իսկապես մենք հիմա պատրաստում ենք իրապաշտպան կառույց հիմնենք, եւ այդ իրապաշտպան կառույցը իր պահանջներով հանդես է գալու եւ Եվրոմիության ներկայացուցի առաջ եւ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ բոլոր մնացած դեսպանատների մոտ այդ պահանջներով հանդես են գալու, որովհետեւ իսկապես Հայաստանում իրապաշտպան գործը քանդված վիճակի մեջ է, պարզվեց որ Հայաստանում այդ կառույցները, որ աշխատում են դրսի աջակցությամբ, դրանք աշխատում են բացառապես աշխարհակահաղական շահերի տրամաբանության շրջանակներում, իրանք իրականում ոչ մի կապ չունեն իրական մարդունանքների պաշտպանության հետ կապված, դրա համար մենք այսպեսի խայտարակ վիճակի Դուք փոքր ուժ եք, մյուսին Սամվել Կարապետյանին 500 հոգի չունի, Սամվել Կարապետյան 1000 հոգի չունի, գնացեք մի հատ դեսպանատներ ասեք, էս ի՞նչն եք ողջունում, էս ում եք շնորհավորում, 700 հոգի բանտերում լցված, առավոտ շուտ շտաբի ղեկավարներին բոլորին տարել է, ինքը կոռուպցիա կաշառ, կոստյումը հագցրել է անդիմության վրա, դուք այստեղ ողջունելով ասում եք Նիկոլի խաղաղությունը, Նիկոլի չգիտեմ եսի ինչը, օկուպացված տարածքներով, խոշտանգվող Բաքվի բանտի գերիներով, որովհետև բան չարեցիք, ինքն էլ շարունակում է։ Մենակ եթե գերիների հարցով նույն էս ուժերը զբաղվեին, հետևողական դեսպանատներով ասեն այ այլանդակություններ, դուք եք եք ողջունում։ Բաքվի բանտում խոշտանգվող այդ գերիներ, բանը խաղաղություն է գալիս էս այլանդակությունը։ Բարիս բունի իմաստով նացիստ այլանդակություն ֆոն դեր Լայնը չգիտեմ ինչ է։ Ես հիշում եմ քո գնահատականը, դա համար մենք քանի որ դա պահանջը կա, մենք հիմա հիմնում ենք նոր իրապաշտպան, իրական իրապաշտպան կառույց, որը զբաղվելու է բոլոր քաղաքաբանտակներով առանց Միջև այդ զբաղվելը, որ դուք ժամանակին զբաղվեք Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներով, որ եթե դրանով նորմալ Սամվել Կարապետյանի թիմը զբաղվել, Ռոբերտ Քոչարյանի թիմը զբաղվել, մի անգամ մի հատ ակցիա արել հայ-աղափական դաշնակցությունը, մյուսները որ հետևողական զբաղվեին, Արցախահայությունը զբաղվել, այսպես չէ՞ լի, պետք է առավոտը դուրը դեսպանը բացեր տեսներ իրանց, ասել գնա մեր գերիներին բեր, ինչ խաղաղություն եք խոսում, այս ինչ սուտ է, այս ինչ այլանդակություն է, այդ ձեն չեք անում, ինքն էլ ասում է, տանում սպանում, ասում է նորմալ է, տարածքները օկուպացրել է նորմալ է, դե դրա համար էլ այսօր եք, կուզի Անդրանիկին կտանի, կուզի ձեզ կտանի, ինձ կտանի, մյուսին կտանի, Ռուսաստանն էլ նոր սենց արտնանում է, մենք ենք մեղավոր։ Համաձայն եմ, ճիշտ ես ասում եւ իսկապես դրա մեջ մեծ մեղք կա նաեւ մեր քաղաքական վերնախավի, որովհետեւ գիտեք ինչ, Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն չի լինում որ մի մասը
մինական մեղավոր է, մյուսը լրիվ սուրբ են, դες բան չի լինում։ Իսկապես այդ մեղավորության մեղքի զգացողությունը բոլորի մեջ պետք է լինի, որտեվ այդ մեղավորությունը իսկապես ֆունդամենտալ է բոլորի մեջ, որտեվ այս пассивությունը, пассив պահվածքը, այս ոչ նախաձեռնողական մտնոլորտը, իջաբանը, գիտակցության պակասը, որ պետք է մարդկանց պաշտպանել, որպեսզի չի կարելի մարդուն առանց մեղադրանքի սուտի բանով, իսկապես այդ ամեն ինչը ցավոք սրտի կա մեր մոտ եւ մենք իսկապես ուշ ենք ուշքի գալիս, բայց մենք ուշքի ենք գալիս։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որովհետև սա, եթե Հայաստանում հաստատվեց հետո ինչ է սպասում եւ ինչ է լինելու։ Իդեպ որ ասում եք բռնապետություն ռեսուրսներ է պահանջում ավտորիտար համակարգը, այս համար Ադրբեջան չի է նավթային պաշարներ, թե Թուրքիան պատրաստ է անդադար։ Տեսեք, բռնապետական ռեժիմները սովորաբար ունենում են շատ կուր գաղափարախոսություն, որում ազգայնական կոդի հիման վրա։ Նախորդ անգամ ասեցիք դա։ Հայաստանի այսօրվա Փաշինյանի բռնապետական ռեժիմի հիմքում դրած է ապազգային էլեմենտ, որը չի թույլ տա, ինքը օբյեկտիվորեն չի կարող այդ բռնապետությունը երկար կյանք ունենա, որտեղ ինքը չունի այն ձողը, որի վրա ինքը կարողանա հիմնվի։ Ինքը իր բռնապետությունը հանձնվելու մեջ է։ Խաղաղություն բարի մեջ է։ Չէ, ինքը բայց այդ միֆը տարածել։ Ուրեմն տեսեք, խաղաղություն բարի մեջ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին էլ ասեմ, խաղաղությունը, իրական խաղաղությունը հիմնվում է ուժերի բալանսի վրա։ Տեսեք, անկորիջում Պուտինը եւ Տրամպը գրեթե համաձայնվել էին որոշակի բանի շուրջ, բանազավի շուրջ Ուկրաինայի հետ կապված, հիմա ամերիկացիները հետ են քաշվում, որովհետև բալանսը համարում են, որ արդեն փոխվել է։ Բալանսը փոխվել է ի վնաս Ռուսաստանի, տենց են իրանք համարում։ Տեսեք, շատ պարզ բան ասեմ, ուրեմն խաղաղությունը չի լինում միայն թղթով։ Խաղաղության հիմա խաղաղությունը հաստատվում է ուժերի բալանսը, երբ որ բառնում է հավասարակշռված, այդ հավասարակշռված բալանսի վրա արդեն թղթի վրա ձևակերպվում է։ Ընդ որում այդ թուղթը ունենում է այնքան կյանք, ինչքան որ այդ ուժը բալանսը պահպանում է։ Տեսեք, 1939 թվականին Խորհրդային Միությունն ու Հիտլերյան Գերմանիան կնքեցին պայմանագիր, խաղաղության պայմանագիր էր կոչվում։ 2 տարի հետո Գերմանիան խզեց այդ, ինչու՞, որտեղ բալանսը փոխվեց օգուտ իրա, Ռուսաստանը քնած էր, կոպիտ ասած, կամ բավարար չէր կարող պատրաստվել, արդյունքում բալանսը փոխվեց։ Այսինքն թղթի վրա հույսը դնել, դա կներեք ապուշությունն է, հիմարությունն է, թուղթը կարևոր է, բայց թուղթը ինքը ացանցիալը իրական խաղաղությունը հիմնված է ուժերի հավասարակշռության բալանսի հիման վրա։ Դա է գլխավոր խաղաղության երաշխիքը, գրավականը։ Ինչի ենք մենք մինչև 18 թվականը մենք խաղաղ ապրում, որտեղ այդ բալանսը կար։ Այդ բալանսը ինչքան էլ որ ուրիշները ասում են, որ այդ բալանսը չկար, պատերազմի վտանգը սուտ են ասում։ Տեսեք, 2016 թվականին Ադրբեջանը փորձեց փոխել ուժով չստացվեց իրան, որտեղ այդ բալանսը իրականում կար, բալանսը փոխվեց, երբ որ 2018 թվականից խուլիգանները որ եկան, մեր բանակը կազմաքանդեցին, ոչնչացրեցին մեր ամբողջ այդ բանակի կազմաքանդումը ամենակենտրոնական խնդիրն էր։ Այդ բոլոր շրջաբերակներում գրած այդ դու ուզում ես որևէ երկիր կազմաքանդես, առաջինը պետք է կազմաքանդես բանակը, վարկաբեկես իր գեներալներին, վարկաբեկես իր ռազմական վերնախավին։ Այդ ժամանակ դու այդ երկիրը արդեն բանակում նորից զոհ ա եղել, այսօր բանակում կրակահերթերի բան ա եղել։ Ծեպտուն չկա, ոչ հանրությունը հուզում ա, ոչ հանրությանը հետաքրքրում ա, ոչ այդ ձեր ասած կազմակերպություններ, բա ասեք ինչ ասենք դեսպանատներն, ասա, բա ուր են ձեր այդ իրավապաշտպանները։ Քարուք հանդարեցիք հանգստացաք արդեն, հանգիստ եք որ քանդե վերջացել եք։ Համաձայն եմ ձեր հետ։ Միանշանակ Հայաստանի ընդդիմության մեղքը մեծ է, շատ մեծ է, որ սենց վիճակը, շատ մեծ է։ Հիմա այլ ընտրությունից հետո 1000 անգամ ասել եմ ու արձանագրում եմ, արդեն պարտվել է։ Հիմա որ ինչ որ քայլեր պիտի սկսեր ընտրության հաջորդ օրը, չի արի, քնած է 4 օր հետո պիտի սկսեր, դուք էլ հետը։ Բոլորդ արդեն պարտված եք ձեր քայլերով, ձեր գործողություններով, հեսա, մեկը կասի փոքր ուժ եմ, մեկն էլ դատարաններով զբաղված, չգիտեմ ինչ կլինի։ Լավ, ինչ զարգացում եք տեսնում այս ընտրությունից, դու կարճ ասեք եւ ես ասեմ, ուրեմն 18 այս հունիսի 7-ի ընտրություններով ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, թավշյա հեղափոխության, այսպես ամբողջ այս դարաշրջանը։ Այսինքն ինքը 18 թվականին եկավ իշխանության իբր, քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվում էին, բան չէին անում, որի մեջ ճշմարտություն կար իհարկե, բայց ինքը եկավ այդ 8 տարվա մեջ մենք ինչ ստացանք։ Մենք ոչ մի դրական բան չստացանք, ստացանք միայն կորուստներ, մենք Արցախը կորցրեցինք, մենք կորցրեցինք Հայաստանի անվտանգային ամբողջ լրջագույն խնդրեմ առաջ եկավ, կազմաքանդվեց մեր ամբողջ հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, ըստ էության Հայաստանը հիմա հայտնվել է մազից կախված վիճակում։ Եվ մնացել էր մի բան, որ ընտրությունները իբր թե պետք է նորմալ անցնեին, հունիսի 7-ի ընտրություններով ինքը վերադարձավ
հին ժամանակներ եւ ինքը փաստացի կարելի ասել որ հիմա ինքը հին իշխանությունն է բայց առանց դրական ձեռքբերումների որ հին իշխանություն ուներ առանց Արցախի առանց մեր հաղթանակների առանց մեր բանակի էս է իրականությունը այսինքն այս մարդը փաստացի դարձել է ամենահին ամենավատ իշխանությունը որը շատ ավելի իր բացասական կողմներով ուղղակի հազարներով ավելի վատնա քան նախկին իշխանությունը որովհետեւ նախկին իշխանությունը այդ վատից նաեւ ուներ դրականը դա մեր բանակներ, դրականը մեր հաղթանակներն էր, դրականը մեր Արցախն էր, դրականը Հայաստանի անվտանգությունն էր, Հայաստանը։ Սա է ամենակարևորը։ Իսկն հիմա փաստացի կարելի ասել, որ հիմա մեր ժողովրդի առաջ նոր քիչ առաջ Սամվել Կարապետյանն է խոսել Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, ընդդիմադիր ինչ որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ։ Ինչ լավն է այս Սամվել Կարապետյանը։ Ես եկեք հիմա Նիկոլ ես դեռ բա Փաշինյանը կդառնա ընդդիմություն Սամվել Կարապետյան։ Բայց մյուս կողմից Պարոն Բոզյան, եկեք ընդունենք, որ ես անդրադրամասի խոսում եմ մեր նման երկրներում, տենց բան ընտրություններով եւ այլն միշտ մեզ մոտ փոփոխություն լինում է անսպասելի ֆորս մաժորային իրավիճակներում, այնպես որ ցավոք սրտի եմ ասում, ես մեծ հույս ունեի, որ մաժորան հեսա բաներ կլինեն։ Ջունիկ ասա որ տենց է։ Կլինեն։ Եկեք սենց ասեմ։ Կլինեն։ Այո, կլինեն։ Միշտ մեր բախտը հայ ժողովրդի բախտը ճիշտ է, ցեղասպանում է գոտորվել բան, բայց հետո այդպես ունենց է ստացել, որ ռուս բարեկամների նաև աջակցությամբ չեք անհարմար չենք զգում, չէ՞ որ ասենք ռուս բարեկամների ռուս ժողովրդը ինքը պետք է իր խնդիրները լուծի։ Ինքը ժողովուրդը պետք է չափավինի այլ երկրների վրա։ Դեբիլա, բարեզբունի իմաստով անգրագետ դեբիլա, կյանքում գիր չի կարդացի, ուրիշ տարբերակ չկա։ Ռուսը մեր թշնամին է, հիմա դեբիլին ես պետք է նոր 50 տարեկան նստածեմ գիր կարդամ։ Հիմա գիտես ի՞նչն է, դու մասնավոր բան ես ասում, դա մեծ մասը տենց չի, տարածված է։ Ես ուղղակի այնքան ազնիվ եմ, որ եթե անգամ բարեկամ հարազատ ասեմ ինքն էլ է դեբիլ։ Դա այդ սաղ դա բան է։ Ինչ տարածված չի։ Լավ, եկեք հիմա ավելի շատ լավ, եւ վերջին հարցը ուրեմն ցեղասպանության հարցը, որ Իսրայելը նորից հրապարակ բերեց, վերջերս բան էի կարդում, որ շատ ծիծաղելի են իմաստով, որ ուրեմն Քնեսետը պիտի հաստատի, ասում են դա չի լինի, որովհետև 2 շաբաթից գնում է արձակուրդ եւ հոկտեմբերին նոր ընտրություններ են Իսրայելում, այնպես որ հերթական բաններ, ծաղրացություններ։ Տեսեք, ես այդքան համաձայն չեմ այդ գնահատականը, իհարկե Հայաստանում հասկանալի եւ արդարացի մակարդակով Իսրայելի վարկանիշը բարձր չի, բայց ես այնուամենայնիվ ուզում եմ նշել հետեւյալը, որ իմ համար ավելի կարևոր է ճշմարտությունը, քան կոնյունկտուրան։ Եվ այդ իմաստով ես ողջունում եմ իհարկե Իսրայելի կառավարության այս որոշումը։ Ես դավադրության տեսությունների մեջ չեմ մտնում, որ դա ինչ-որ հատուկ ծրագիր է խափելու համար բան, ես այդպես բաներին չեմ հավատում։ Ես բացատրում եմ դա այն գաղափարով, որ Իսրայելը շատ ծանր վիճակի մեջ է հիմա հայտնվել, հատկապես Իրանի հետ այդ պատերազմից հետո, քանի որ ավանտյուրան, որը Իսրայելի, այսպես ասած, առաջարկություններ պարտության մատնվեց, եւ Տրամպի վարկանիշը կտրուկ անկում ապրեց Միացյալ Նահանգներում, եւ Իսրայելի վարկանիշն է կտրուկ անկում ապրում նաեւ Միացյալ Նահանգներում, Իսրայելը հասկացել է, որ մենակ է մնացել, ինքը հասկանում է, որ փաստացի կարելի ասել, որ այս պայմաններում վիճակը բավականին սրվել է իր անվտանգության տեսակետից եւ ամենավտանգավորը ուրեմն այս հուլիսի 7-ին եւ 8-ին ՆԱՏՕ-ի ընդլայնված նիստը որ լինելու է Անկարայում ուրեմն եթե դուք հիշեցիք ուշադրություն դարձրեցիք Տրամպն է մասնակցելու եւ Տրամպը փաստացի խիստ վիրավորված է ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ին համարում է, որ ինքը թղթե վագր է, այդպիսի հայտարարություն արեց, բայց ինքը տեսեք ինչն է խնդիրը, ուրեմն վերլուծել են, որ պարզվում է, որ քանի որ Տրամպը եւ Միացյալ Նահանգներում կա այն գաղափարը, որ պետքա կամաց պետքա թույլատնեն, քչացնեն իրենց մասնակցությունը Եվրոպայում, իրենց զինված ուժերը կամաց պետքա դուրս բերեն, հա, եւ քանի որ դա խոճապ է առաջացել եվրոպական վերնախավերի մոտ, որտեղ բոլոր անալիզները ցույց են տալիս, որ եվրոպական երկրները պատրաստ չեն ունենալ ուժեղ բանակ։ Այսինքն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եվրոպական այսօրվա երկրների մոտավորապես 15%-ն է պատրաստ ակտիվ միլիտարիզացիայի, ակտիվ բանակ ստեղծելու, ակտիվ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու։ Եվ հաշվելով այդ հանգամանքը, իրանք ասում են դրա համար են իրանք աջակցում Ուկրաինային։ Եվ փաստացի առաջացել է մի գաղափար, որ Ուկրաինայից բացի մի հատ ուրիշ երկիր ուժեղացնեն, դա Թուրքիան է, որտեղ ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք մասամբ կրթված են արդեն կոպիտ ասած, այնտեղ այդ LGBT process-ները որ շատ խորացել են, տղամարդը դառել է կին, կինը դառել է տղամարդ եւ այլն, սենց
Թուրքիան մի քիչ տարբերվում է այդ անձից, Թուրքիայում կա ազգայնական բավականին մեծ գաղափար։ Եվ Թուրքիայում հիմա մեծ ծրագիր ունի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, եւ Տրամպի եւ որոշ շրջանակներում պետք է գաղափար, որ Թուրքիային պետք է ուժեղացնել, որովհետեւ Թուրքիայով է հնարավոր կանգնացնել ռուսական պոտենցիալ իրենց համար սպառնալիքները։ Եվ այդ Թուրքիայի ուժեղացման գաղափարը խիստ մտահոգել է Հունաստանին եւ Իսրայելին, որտեւ Իսրայելը ասում է, եթե մենք հիմա մի հատ Իրան ունենք վտանգում, այդ Թուրքիա որ ուժեղանա անգլում Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կողմից, դա մեր համար կլինի կատաստրոֆա։ Դուք գիտեք, որ Էրդողան Տրամպը արդեն ակնարկել է, որ F-35 կորտանիշները կարող են արդեն վաճառել Թուրքիային, եւ Իսրայելի համար դա քանի որ մահացու վտանգ է, Իսրայելը փորձելու է եւ փորձում է ամեն ինչ անի, որ կոնսոլիդացնի ամբողջ ամերիկյան լոբիստական շրջանակները, հայկական, հունական եւ հրեական, որպեսզի թույլ չտա, որպեսզի Տրամպի գաղափարը կյանքի կոչվի, այսինքն F-35-ները, կորտանիշները վաճառվեն, բան։ Դրա համար իր համար պետք էր այս ցեղասպանության ճանաչումը, որպեսզի կարողանա կամուրջ գցի հայկական եւ հունական շրջանակները, որտեղ իրենց համար դա սոս է։ Եվ այդ իմաստով դա մեր համար էլ է սոս։ Ուղղակի մեր ժողովուրդը քանի որ քնած է, քանի որ մեր ժողովուրդը այլ օրակարգերով ապրում, ինքը չի հասկանում, որ Թուրքիայի հզորացումը դա ոչ միայն Իսրայելին եւ Հունաստանին է վտանգ, այլ առաջնորդին Հայաստանին է վտանգ, որտեղ ամենաթույլ օղակը դա Հայաստանն է։ Դրա համար իհարկե ես նույնպես եմ ասում, քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ բարեկամներ։ Եվ այդ իմաստով ես նույնպես եմ ասում, Իսրայելի քաղաքականությունը Սիրիայում օրինակ եմ ասում, սիտուացիան իմաստով մեծ շահավետ է։ Որտեղ ինքը թույլ չի տալի, որ մենաշնորհ լինի Թուրքիան, դա մեծ շահավետ է։ Հիմա կոնկրետ Իսրայելի այս ցանկությունը թույլատնել, թույլ չտալ, որ Թուրքիան ազդեցությունը մեծանա, մեծ շահավետ է։ Եվ այդ իմաստով, երբ որ վարչապետը հայտարարում է, որ մենք մեր գործը չի, մենք չենք, դա անպատվաբեր արժանապատվությունից զուրկ դիրքորոշում է, բայց ցավոք սրտի մեր հասարակության մեջ այդ բանը արժանապատվության պակաս այնքան է խորացել, որ մարդիկ արդեն սկսում են արդեն դավադրության տեսությունների մեջ մտնել, մարդը իր բան համակրանքի, հակակրանքի տրամաբանության մեջ մեկ ասում է չեմ հավատում, մյուսը ասում է խափում են, մյուսը ասում է կորչի իրանց ճանաչումը, բան, սա կներեք անգրագետ եւ չզարգացած հասարակության ռեակցիա է։ Հասարակությունը պետք է ունենա իր համար մնայուն արժեքներ, որոնք քաղաքական չեն։ Հայոց ցեղասպանության ճանաչումը դա մեր համար մնայուն է, դա մեր հարգանքն է մեր նախկին բաների համար եւ այդ իմաստով ըստեղ այլ դիրքորոշում ունենալը կներեք ես sense ձևակերպեմ այդքան էլ բարոյական չի։ Անկախ նրանից թե Իսրայելը կոնյունկտուրային է, իհարկե կոնյունկտուրային է, իսկ ով կոնյունկտուրային չի արել, կարա որ մի երկիրն է sense վեր բանը sense բարոյական սկզբունքներով ճանաչել ցեղասպանություն։ Ոչ մեկ նու բացի Ուրուգվայից, ասենց ասեմ։ Ռուսաստանի Դաշնությունն բոլոր երկրները իրենց շահն ունեն եւ կներեք մի բան ասեմ, եկեք մի բան ասեմ Ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք այդ պարզունակ պատկերացումներից, ցանկացած երկիր իր շահերի սկզբունքով է շարժվում եւ տրամաբանականը դա պահանջել որ ինքը քեզ քո սիրուն աշկերտներ անի, դա կներեք հիմարություն է, անմեղսունակություն է։ Դուրս գանք այդ մտնոլորտից։ Դուրս գանք այդ մտայնությունից։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։